Ամանորին ընդառաջ Հայաստանի ներգնա տուրիստական շուկան կրկին բախվել է նույն խնդրին՝ բարձր գներ, սահմանափակ առաջարկներ եւ ամրագրումների գրեթե բացակայություն։ Շատերը փորձելով ամանորյա հանգիստ կազմակերպել Հայաստանի մարզերում բախվում են նույն պատասխանին՝ տեղեր չկան։ Նոր տարին տանը չդիմավորողների համար առաջարկվող հյուրանոցների թիվը քիչ է, իսկ որքան մոտենում է ամանորը, այնքան գներն աճում են։ Շատերը ամրագրումները սկսել են դեռ հոկտեմբերից, կանխատեսելով դեկտեմբերի գնաճը։ Օրինակ, դեկտեմբերի վերջի օրերին 2 գիշերը Դիլիջանում 360,000 դրամ է, 3 գիշերը 715,000 դրամ։ Վաճառը հիմնականում այն է, որ հյուրանոցները ուղիղ են վաճառ քանում, տուրիստական ընկերությունների հետ չեն համագործակցում։ Ու այդ պատճառով իրենք ուղիղ վաճառքները անում են հաճախորդներին, տուրիստականները այդ փաթեթները չեն ստանում, իրենք էլ արդեն կամ տեղերը սպառված են դիմում։ Ավելի մատչելի տարբերակ գտնելը գրեթե անհնար է։ Շուկայում զեղչային կամ նախնական ամրագրումների միասնական համակարգ գրեթե չկա։ Հյուրանոցները հաճախ հայտարարում են փաթեթները դեռ պատրաստ չեն։ Շուտով դեկտեմբերին առաջարկվող փաթեթները գալա ընթրիքով կրկնակի եռակի թանկ են լինելու։ Բուքինգի միջոցով էլ ամրագրումներ գրեթե չեն կարողանում կատարել։ Տեղերն արդեն սպառված են։ Հայաստանի միայն Սյունիքում կնախատեսենք Հայաստանի տարածքում։ Սպառվել է, թե հյուրանոցների հետ չեք համագործակցում։ Միայն Սյունիքում ենք նախատեսում։ Այսինքն ես մարզերում չունենք, որտեղի սպառվի կամ չգիտեմ։ Փաթեթներ չեք առաջարկում։ Չէ։ Շուկայի մասնագետները գների աճը կապում են հետևյալ գործոնների հետ՝ անբավարար առաջարկ, մեծ պահանջարկ, վերահսկողության բացակայություն, հյուրանոցների ինքնաբավ գնային քաղաքականություն, տուրիստական ընկերությունների սահմանափակ գործիքակազմ։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով վերահսկողությունը պետական քաղաքականություն է, որը պետք է ամրագրվի սահմանադրությամբ։ Արդյոք վերահսկող մարմինը չի կարող միջամտել խնդիրը լուծելուն, քանի որ շուկան ազատ է, ինքնակարգավորվող։ Վերահսկողություն բացարձակ չկա, ասում են շուկան ազատ շուկա է, այսինքն իրենք ինչպես ուզում են, այդպես էլ աշխատում են։ Եվ պետությունը չի կարող գները ինքը սահմանել։ Համեմատաբար մատչելի են դառնում արտերկիր ուղղությունները։ Օրինակ դեպի Եգիպտոս կես միլիոնից մինչև 1 միլիոն դրամ, Վրաստան մինչև 7 օրյա հանգիստ ավելի ցածր գնով։ Նույնիսկ Երևանի եւ Թբիլիսիի հյուրանոցային գները համեմատելիս երևում է Երևանում գները առնվազն 20% ավելի բարձր են, իսկ եթե համեմատենք Ծաղկաձորի հետ, բազմապատիկ ավելի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։